ես կարծում եմ սրանք ամբողջը պետք է գիտակցված մոտենալ եւ շատ զգուշորեն մոտենալ այս Պարտադիր, որովհետեւ այդ դեղամիջոցները բավականին բարդություններ են հետո ստեղծում։ Առաջացնում են կախյալություն, որովհետև եթե տղամարդը հաջորդիվ մոռանում է այդ հրաշք ճակերտավոր, դեղը վերցնի եւ ունի ժամադրություն, պլանավորված սեռական հարաբերություն, նրա մոտ տագնապ է սկսվում, որովհետև ինքը դեղը չի խմել, որովհետև ինքը արդեն կախյալություն ունի այդ դեղամիջոցից, իսկ դեղը բժիշկը չի նշանակել։ Եվ կարող է անհաջողել այդ հարաբերությունը կամ այդ հանդիպումը ձախողել։ Այո, որովհետև հարևանն է ասել, ընկերն է ասել, դեղատան աշխատողն է խորհուրդ տվել, ինչը ուղղակի անթույլատրելի է։ Ես ուզում եմ, որ սա մենք հատուկ ընդգծենք, որ սեռախթանիչները նույնպես պետք է օգտագործել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո, միայն սեքսոլոգիական խորհրդատվություն անցնելուց հետո, ոչ թե այդպես խելքին փչեց գնամ դեղատնից վերցնեմ, որովհետև ինչպես դուք նշեցիք, նախ հարվածի տակ է սիրտանոթային համակարգը վերագնահատելուց հետո։ Իհարկե, պարտադիր։ Որովհետև կարող է ունի խնդիր եւ ինքը դրա մասին չգիտի, օրինակ, եւ շատ հաճախ ինչքան դեպքեր ենք ունեցել։ Շատ